Եկեք պատմություն սովորենք Bad Bunny-ի հետ։ Tú también deberías de creer en ti. Դժվար է հավատալ, բայց դա հնարավոր է։ 31-ամյա այս երգիչը ամերիկյան ազգային ֆուտբոլի եզրափակչի ընդմիջումը Պուերտո Ռիկոյին ու Լատինական Ամերիկային նվիրված տոնի էր վերածել։ Իսկ Bad Bunny-ի ելույթը նախագահ Թրամփն անձամբ չէր հավանել, ինքը Bad Bunny-ն էլ Թրամփի միգրացիոն քաղաքականությանն է դեմ։ Բայց ոնց ստացվեց, որ այս պուերտորիկացին այդքան ջանասիրաբար ներգրավված է Միացյալ Նահանգների հասարակական ու մշակութային կյանքում։ Սա նաև այն պատճառով, որ Bad Bunny-ի հայրենիք Պուերտո Ռիկոն համարյա Միացյալ Նահանգներ է, բայց պաշտոնապես ԱՄՆ նահանգ չէ։ Խառն է եւ եկեք չխառնվելու համար 126 տարի հետ գնանք 1898 թվական։ Հենց այդ ժամանակ էր, որ իսպանա-ամերիկյան պատերազմ եղավ, հաղթեց Միացյալ Նահանգները, գաղութատեր իսպանացիները գնացին ու սրանով ըստ էության վերջ դրվեց իսպանական տիրապետությանն Ամերիկայում։ Այդ ժամանակ էր նաև, որ Պուերտո Ռիկոն ամերիկյան հովանու տակ անցավ ու եթե կարճ ասենք, կղզին դարձավ շաքարի գործարան բաց երկնքի տակ ու ռազմավարական նշանակության մի վայր Միացյալ Նահանգների համար։ Կրկին գանք Bad Bunny-ի ելույթին ու նայենք այս մարդ ծառերին։ Սրանք ուղղակի դեկորացիաներ չեն, այլ շաքարեղեգներ, որով այդքան հայտնի է Պուերտո Ռիկոն եւ որը կենսական էր կղզու ու ԱՄՆ տնտեսության համար։ Մյուս կողմից պատմությանը բազմաթիվ վկայություններ են հայտնի, թե ինչպես են այս տարածքում ճնշվել անկախանալու ձգտումները, վերահսկվել քաղաքացիների ամեն քայլը, օգտագործվել աշխատուժը։ Իդեպ քաղաքացիների մասին, պուերտորիկացիները 1917-ից ԱՄՆ քաղաքացիներ են, բայց օրինակ Միացյալ Նահանգների նախագահ ընտրել չեն կարող։ Շատ պատմաբաններ կարծում են, որ առաջին աշխարհամարտից առաջ նրանց քաղաքացիություն տալն իրականում կանաչ լույս էր պատերազմ գնալու համար։ Կարիբյան ծովի այս կղզում, բայց ոչ բոլորին է դուր գալիս ամերիկյան գերիշխանությունը։ 1950-ականների վերջին ազգայնականները Պուերտո Ռիկոն անկախ պետություն հռչակեցին ու զինված հեղափոխության փորձ արեցին։ Եվ եղավ չլսված մի բան։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամը Միացյալ Նահանգները ռումբեր նետեց իր քաղաքացիների, պուերտորիկացիների վրա։ 2000 զոհ, հազարավոր ձերբակալվածներ, չեղավ այն, ինչ ուզում էին Պուերտո Ռիկոյի ազգայնականները։ Bad Bunny-ն հիմա ազատորեն կարող է այս դրոշը բարձրացնել, բայց նախորդ դարի կեսերին պուերտորիկացիներին արգելված էր այն ծածանել։ Այս բաց կապույտն ասոցացվում է Միացյալ Նահանգներից անկախանալու շարժման հետ։ Պուերտո Ռիկոյի պաշտոնական դրոշի կապույտը հիմա ավելի մուգ է։ 1952-ին Պուերտո Ռիկոն դարձավ Պուերտո Ռիկոյի համագործակցություն։ Այսինքն այն Միացյալ Նահանգներին չմիավորված ամերիկյան տարածք է։ Նահանգ չէ, բայց նահանգների թևի տակ է։ Միացյալ Նահանգների ու Պուերտո Ռիկոյի այս պատմությունը դրամատիկ է ու մշակութային միքսերով հարուստ։ Այս երկուսն իրար շատ բան են տվել ու վերցրել։ Հիմա ավելի շատ պուերտորիկացի է ԱՄՆ-ում ապրում, քան հենց կղզում, բայց քաղաքական իմաստով Պուերտո Ռիկոն կարծես թե դեռ հստակ պատասխան չունի։ 1960-ից հետո այստեղ անկախանալու հարցով 6 հանրաքվե է անցկացվել, 2020-ին էր վերջինը, ընտրողների մոտ 53%-ը կողմ էր ամերիկյան 51-րդ նահանգը դառնալուն, բայց համարյա կեսն էլ դեմ էր այս տարբերակին։ Բազմաթիվ պուերտորիկացիներ բարձր են գնահատում ամերիկյան հովանավորությունը և շատերն են ուզում շարունակել համագործակցության այս կարգավիճակը։ Թայմն ասում է Bad Bunny-ի այս ելույթը մշակութային ու պատմության դաս էր Պուերտո Ռիկոյի անցյալի ու ներկայի մասին, բայց նաև 13 րոպեանոց ամփոփում, թե ինչու է այս տղամարդն արժանի կոչվել աշխարհի մեծագույն փոփ աստղ։